Ավարտվեց Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան։ Օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում փոխնախագահն այն շատ արդյունավետ որակեց։ Ասաց, երաշխավորելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տնտեսական անկախությունը, հնարավորություն է ստեղծում, որ խաղաղության համաձայնությունը պահպանվի։ Նաեւ Հայաստանի ու Միացյալ Նահանգների ղեկավարների կնքած համաձայնությունների շնորհիվ բազմաթիվ ներդրումներ կգան Հայաստան։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը որպես այս այցի գլխավոր ձեռքբերումներից մեկն առանձնացնում է անվտանգության համակարգի բարձրացումը։ Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակի ընդհանուր բարձրացումը եւ այն օրակարգի, որը որ մենք ի կատար ենք կացում, այսինքն խաղաղության, որը որ մի տարվա, երկու տարվա չի, այլ տասնամյակների, եթե ոչ հարյուրավոր։ Հայաստանը մուտք է գործել պատմական նոր փուլ։ Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը Երևան աննախադեպ է մեր երկրի նորագույն պատմության մեջ։ Ռադար Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լուսինե Բադալյանը։ Այդ այցի ընթացքում արված հայտարարությունները պատմական են Հայաստանի Հանրապետության կյանքում եւ թե բոլոր մտահղացումները, համագործակցության նոր հնարավորությունները եւ թե արդեն եղացավ ստորագրված հուշագրերը, պայմանագրերը, պայմանավորվածությունները, այդ ամենը Հայաստանի Հանրապետության առջև բացելու է շատ մեծ հորիզոններ։ Խոսքը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական, ենթակառուցվածքային եւ ռազմավարական երկարաժամկետ հնարավորությունների մասին է։ Իհարկե ընդդիմությունը եւ նաեւ մեր հասարակության ինչ որ մի հատվածը թերահավատորեն էր նայում արդեն օգոստոսի 8-ին ստորագրված, թե նախաստորագրված խաղաղության պայմանագրին, թե այդ բոլոր իրադարձություններին, որ կատարվել են, բայց կարծում եմ, որ այս այցով բոլոր մտահոգությունները փարատվեցին։ Սոցցանցերում սակայն ընդդիմությունը փորձում է հերթական անգամ խեղաթյուրել իրականությունը, ասում է падգամավորը։ Ջեյ Դի Վենսը ուղղակի գնում էր Ադրբեջան կանգ է առել Հայաստանի Հանրապետությունում։ Կարծես թե այլ կանգ առնելու տեղ չկար կամ չգիտեմ ինչ տրանսպորտով էր եկել, որ ճանապարհին պետք էր կանգ առնել։ Քաղաքական թիմի ներկայացուցիչները սա որակում են որպես բացահայտ անհեթեթություն։ Ընդդիմադիր падգամավոր Արթուր Խաչատրյանը Ռադար Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ երեք իրենց կողմից նախաձեռնված հավաքը չի կարելի ներկայացնել որպես հակաամերիկյան կամ քաղաքական բողոք։ Ընդհակառակը, դա մարդասիրական օրակարգ է, որը որևէ երկրի դեմ ուղղված չէ։ Ինչն է թույլ տվել կարծիք հայտնել, որ դա Վենսի հետ է անձամբ ամերիկյան է թիրախավորում, ոչ։ Էլ եմ ասում, բոլոր ելույթ ունեցողները ողջունել են, շնորհակալություն են հայտնել ամերիկյան աջակցության համար 35 տարվա ընթացքում։ Ես ինքս ասեմ, որ Միացյալ Նահանգների պատվիրակները շատ հաճախ են այցելել Մինսկի խմբի շրջանակներում, իրենց համանախագահները, այլ մարդիկ այցել են Արցախ, հանդիպումներ են ունեցել, աղաբեկիչներ հետո չեն այցելել, չէ, դա մանիպուլյացիա։ Այսինքն եթե ռուսական կողմից էլ գային նման կերպով կպահվեն։ Այո, կրկնում եմ, այո։ ԱՄՆ փոխնախագահի այցի ընթացքում առանձին ուշադրության է արժանացել նաև Միացյալ Նահանգների կողմից ներդրումների թեման։ Ըստ պաշտոնական մեկնաբանությունների, առաջիկայում նախատեսվում են խոշոր ներդրումներ, որոնց մի մասն արդեն ընթացքի մեջ է, մյուս մասը նախապես պայմանավորված։ Միացյալ Նահանգների դրոշները Երևանում փոխնախագահի բարձր մակարդակի հայտարարություններն ու երկարաժամկետ գործակցության պլանավորումը ըստ падգամավորի հստակ ուղերձ են։ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւս մեկ անգամ հաստատում է իր հանձնառությունը։ Իշխանության ներկայացուցիչները շեշտում են, խաղաղության օրակարգը Հայաստանի սեփական ընտրությունն է եւ որևէ այլ երկրի դիրքորոշում չի կարող հետ կանգնեցնել այդ ճանապարհից։ Մեզ այլ երկրների շահերը չեն հետաքրքրում, մենք առաջնորդվում ենք Հայաստանի Հանրապետության շահով։ Այցը ըստ падգամավորի մեկ քայլ էր արդեն նախապես պլանավորած գործընթացների շարքում։ Տնտեսությունը, օրենսդրական դաշտն ու ենթակառուցվածքները աստիճանաբար համապատասխանեցվում են նոր իրողություններին։ Նարինե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։